Պարոն Պետրոսյան, ընտրություններից հետո ձեզ հետ չեմ զրուցել, ընդհանուր ինչ տպավորություն ունեք, կեղծված է, թե կեղծված չէ, այսօր գիտեք, որ ԿՀ-ի մոտ նաև հավաք կա հրավիրված։ Գիտեք, պարոն Սիմոնյան, չեմ կարող ես այսպես ասել կեղծված են, որովհետև ես դրա համար պետք է ներկայացնեմ ապացույցներ, որով չեմ զբաղվել որոնցով, բայց մի բան կարող եմ ասել, որ հանրության տրամադրություններն ու ընտրությունների արդյունքը չեն համապատասխանում իրար, որովհետև ես տարբեր շերտերի հետ շփվելով միայն բացասական գնահատականներ եմ լսել, բացասական կարծիքներ գործող իշխանության վերաբերյալ։ Հիմա այս ոնց եղավ, որ ամբողջ ժողովուրդը ատելությամբ զինված, բայց հանգարց իշխանությունը 49% ձայն հավաքեց։ Այստեղ հիմքեր կան ենթադրելու, որ ուրեմն ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը։ Իսկ այդ դեպքում միակ վարկածն է, որ ուրեմն կատարվել են կեղծիքներ։ Վարկածը դա է։ Բայց թե կոնկրետ ինչ կեղծիքներ չեմ կարող ասել։ Ամենայն դեպս պնդում եմ, որ ընտրությունների արդյունքը չի համապատասխանում հանրության տրամադրվածությանը, գնահատականներին, կարծիքներին, որևէ մեկից ես դրական բան չեմ լսել։ Այդ ոնց եղավ, որ ժողովրդի մի զգալի զանգված դեմա, բայց հանգարց 49% ձայն ստանում իշխանությունը։ Այսա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ ընտրությունները անցկացվել են օրենքին համապատասխան եւ ամենակարևորը նորից եմ ասում, դրանց արդյունքը չի համընկնում ժողովրդի տրամադրվածությանը։ Պարոն Պետրոսյան, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր է մտել եւ ասել, որ իր առաջիկա քաղաքական ամենակարևոր օրակարգը իր լեզվով ասած պատերազմի եռագլուխ կուսակցությանը, այսինքն Ծառուկյանին, երկրորդ նախագահ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին ունեզրկելն է։ Սա ձեր կարծիքով լեգիտիմ քաղաքական օրակարգ է, այսինքն պետության ղեկավարը պետք է դրանով զբաղվի, թե պետության հարցերով զբաղվի։ Գիտեք ինչ, արգելի պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանը իր որ ասածն է արել, որ դա անի, որովհետև ինքը պահի թելադրանքով այս պահին ինչ որ իրենա պետք հայտարարում է, հետո մոռանում է այդ ամեն ինչի մասին։ Նախ ինչ այդ հարցերը, այդ ունեզրկելու դրանք քաղաքականությունից դուրս հարցեր են։ Կա իրավապահ մարմինները, եթե կոնկրետ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի անցյալի վարքագծում գտնում են հանցագործության հատկանիշներ, դա նրանց գործն է։ Ոչ թե վարչապետ կոչեցյալի։ Նա վարչապետը ինչ կապ ունի նման հարցերի հետ։ Սա սահմանադրական կարգի տապալում է։ 100 անգամ ասել եմ, բայց էլի եմ ասում, որ նկված կա ժողովրդի գիտակցության մեջ, որ յուրաքանչյուր պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին, անվիրավաստ իրականացնել միայն ինքնի գործողություններ, որոնց համար լիազորված է սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա այդպիսի իրավասությունը վարչապետին վերապահված չի։ Այսինքն ինքը նախընտրական քարոզարշավը հեիք չի, որ իրականացրեց միանձնյա արգելափակելով ըստ էության այն պոտենցիալ հաջողակ թեկնածուների մասնակցությունը, որոնք անազատության մեջ են գտնվում։ Միանձնյա իրականացրեց քարոզարշավ, հիմա մի բան էլ սպառնում է նրանց ունեցվածքը տիրանալու կամ օտարելու կամ չգիտեմ պետականացնելու, բայց դա քարոզարշավի նյութ չի։ Նա տեսել եք իր հանդիպումների ժամանակ, որ ներկայացնի ինչ-որ ծրագիր։ Նա ընդհանրապես մոտենում է կեղծ ժպիտով, ժպտում է, այն նշանը փակցնում է քաղաքացու դոշին
ու հելնում էթում է, նա ծրագիր չունի։ Դա անծրագիր մարդ է։ Իսկ անծրագիր մարդը չպետք է լինի վարչապետ։ Վարչապետը լուրջ գործառույթներ ունի։ Նա երկրի տնտեսությամբ պետք է զբաղվի, մարդկանց աշխատանքով ապահովելով սոցիալական խնդիրները հաղթարելով սոցիալական ապահովության, ոչ թե սպառնա այս ինչի գույքը խլենք։ Այսքան ժամանակ նա որ խոստումն է կատարել, ոչ մի։ Եվ հետո պետք է այդ գույքը խլելու համար իրավական հիմքեր լինեն։ Բայց այդ հիմքերը եղել են։ Ու էլ 8 տարին հեսա կլրանա, այսինքն լրացել արդեն որ վարչապետ է։ 8 տարվա ընթացքում ինչ է անգործություն դրսևորել։ Այսինքն ինչ է ստացվում, որ ինքը այդ քայլերը ձեռնարկում է միայն կամ նախատեսում է ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ որ իր պաշտոնից զրկվելու հավանականություն է տեսնում, վտանգ է տեսնում։ 8 տարին բավարար չէ, եթե Ծառուկյան Գագիկը իրականում հանցավոր ճանապարհով է ձեռք բերել իր գույքը, Սամվել Կարապետյանը կամ Հայաստանում այդ մարդը գործունեություն չի ծավալել բիզնես։ Դու ո՞նց ես գնահատում, որ Սամվել Կարապետյանը իր գույքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով։ Եվ նույն Ռոբերտ Քոչարյանը, հա ինքը ապրել է Հայաստանում, բայց ինքը բիզնեսով չի զբաղվել։ Դու ոնց ինչ հիմքով ես իր ունեցվածքը բռնագրավում։ Եվ հետո նորից եմ ասում, դա վարչապետի ֆունկցիա չի։ Դա իրավապահ մարմինների գործառույթ է։ Եվ եթե ձեր նշած անձինք, իմ նշած անձինք իրականում հանցավոր գործունեության մեջ են եղել, դա դու 8 տարի ինչով ես զբաղված։ Պետք էր անպայման լիներ ընտրություններ, որտեղ քո պաշտոնը կորցնելու վտանգ ունենայիր, զգայիր, նոր բարձրաձայնեիր այդ մասին։ Այս է իրականությունը։ Եղավ, շնորհակալ եմ շատ, պարոն Պետրոսյան։